Գումար ունենում են բոլորը, բայց ինչու է մարդկանց մի մասին հաջողվում ստեղծել կապիտալ եւ տիրապետել մեծ թվով ֆինանսական ռեսուրսների, իսկ ավելի մեծ թվով մարդիկ ապրում են աշխատավարձից աշխատավարձ, անգամ երբ վաստակում են բավականին մեծ գումար։ Ինչու որոշ բիզնեսներ աճում են ֆինանսապես եւ զարգանում, իսկ մնացածի մոտ կուտակվում է մեծ պարտքեր եւ վերջապես փակվում են։ Պատասխանը հստակ է։ Պատճառը ոչ թե գումարի չափի մեջ է, այլ դրա կառավարման։ Եթե դու չես կարողանում կառավարել ֆինանսները, ապա կարևոր չէ թե դու որքան գումար ես վաստակում։ Միևնույն է, դու ստեղծելու ես դեֆիցիտ, բայց եթե դու յուրացնես ֆինանսական կառավարման հմտությունները, անգամ ոչ մեծ ֆինանսական հոսքերի դեպքում, դու կարող ես ստեղծել մեծ կապիտալ։ Այսօր ցանկանում եմ խոսել այն սխալներից, որոնք ոչնչացնում են ֆինանսները, եւ այն քայլերից, որոնք կատարելու դեպքում կարող եք մեծացնել ձեր ֆինանսական ռեսուրսները կյանքում եւ բիզնեսում։ Ֆինանսների կառավարման առումով սխալները բազմաթիվ են, սակայն առանձնացրել եմ ամենատարածված եւ ամենաբացասական հետևանքներ ստեղծող 3 սխալները եւ կարևոր քայլերը այդ սխալները շտկելու համար։ Առաջին սխալը, որ գործում ենք շատերս, առանց ֆինանսական պլանավորման ապրելն է։ Շատերը անգամ չեն սիրում գործերի կամ օրվա պլանավորում եւ համարում են դա ավելորդ զբաղմունք։ Էլ ինչ խոսք ֆինանսական պլանավորման մասին։ Սակայն առանց ֆինանսական հստակ պլանավորման հնարավոր չէ հասնել ֆինանսական անկախության կամ գրանցել ավելի լավ արդյունք։ Կան բազմաթիվ ծրագրեր եւ սկզբունքներ ֆինանսական պլանավորում իրականացնելու համար։ Սակայն կարող եք սկսել անգամ Excel ֆորմայում ձեր ծախսերի խմբավորումից։ Առաջարկում եմ 4 ծախսային բաժիններ ձեր ծախսերը պլանավորելու համար։ Առաջինը բնականաբար կենցաղային հիմնական ծախսերն են՝ սնունդ, տրանսպորտ, կոմունալ ծախսեր եւ այլն, որոնք հիմնական մասի մոտ կարող են կազմել եկամտի շուրջ 50%-ը։ Ծախսերի երկրորդ բաժինը ցանկալի է, որ լինի ներդրումներն ու խնայողությունները։ Ընդհանուր ծախսերի մոտ 20%-ը։ Ցավոք սրտի շատերի մոտ ծախսերի այս բաժինը իսպառ բացակայում է, քանի որ միշտ ծախսերը ավելի շատ են լինում, քան եկամուտները։ Անկամ երբ եկամուտները մեծանում են, համամասնորեն մեծանում են նաև ծախսերը։ Այս հարցի լուծումը կրկին ֆինանսական պլանավորման մեջ է, եւ խնայողությունն ու ներդրումները շատ կարևոր դեր ունեն ֆինանսական կայունության եւ ապագայի համար։ Մյուս 20%-ը պետք է ուղղել զարգացման եւ կրթության ուղղությամբ։ Այս բաժինը շատ կարևոր է հատկապես եկամուտների մեծացման առումով, քանի որ այսօր հնարավորություն կա անընդհատ կատարելագործվելու, հմտությունները զարգացնելու եւ մասնագիտանալու եւ ավելի մեծ եկամուտ ապահովող աշխատանք կատարելու։ Ծախսերի վերջին 10%-ը պետք է ուղղել այսպես կոչված զվարճանքներին եւ հոբիներին, կյանքի ընդհանուր որակը բարձր պահելու համար։ Այս ուղղությամբ ծախսերը կրկին անչափ կարևոր են եւ պետք չէ կրճատումներ կատարել։ Երկրորդ սխալը, որ գործում ենք շատերս, դա մեր եկամուտներին անհամեմատ վարկեր ու պարտավորություններ կուտակելն ու պարտքով ապրելն է։ Այս սխալը հատուկ է մեզ եւ աշխարհի շատ երկրների մարդկանց, երբ ցանկանում ենք ունենալ արդյունք առանց դրա համար այդ պահին վճարելու։ Ինչ խոսք, գայթակղի չէ, սակայն հենց այս սխալի պատճառով է, որ խախտվում է ֆինանսական բալանսը եւ առաջին հերթին վճարելով վարկերն ու պարտավորությունները, տակ այսպես ասած բան չի մնում մնացած ոչ պակաս կարևոր ծախսերը հոգալու համար։ Այդ պատճառով անհրաժեշտ է սովորել հետաձգել որոշակի ցանկություններ։ Նոր մեքենա, թանկարժեք գնումներ եւ նմանատիպ ծախսերը շեղում են մեզ մեր հիմնական նպատակներից։ Իսկ խիստ անհրաժեշտության դեպքում ցանկացած վարկ կամ պարտավորություն վերցնելիս վստահ լինել, որ վերադարձման վճարները տեղավորվում են մեր ծախսային զամբյուղում եւ արդյունքում չենք ստեղծի ֆինանսական դեֆիցիտ։ Երրորդ սխալը ֆինանսական ներդրումներ չկատարելն է։ Անկամ փոքր գումարներով անհրաժեշտ է կատարել երկարաժամկետ ներդրումներ արժեթղթերի կամ տարբեր ակցիաների մեջ։ Այս թեմայով առաջիկայում իհարկե կխոսենք ավելի մանրամասն, կհրավիրենք հյուր, ով մասնագիտացված է հենց այս ուղղությամբ եւ նրա հետ կփորձենք արժեքավոր տեղեկություններ փոխանցել ձեզ։ Ամենակարևորը եկամտի 5-ից 10%-ը ներդրում կատարելու սովորություն պետք է ձևավորել, որը կտա ձեզ երկարաժամկետ տիրույթում ֆինանսական կայուն զարգացում եւ կապիտալի ստեղծում։
Այժմ եկեք խոսենք բիզնեսում ֆինանսական սխալների եւ զարգացում ապահովող գործողությունների մասին։ Կրկին առանձնացրել եմ 3 սխալ, որոնք ամենաշատն են տարածված Հայաստանում բիզնեսի հիմնադիրների մոտ։ Առաջին սխալը հաշվետվություն չվարելն է։ Հստակ դրամական հոսքերի եւ հաշվեկշիռի բացակայությունը։ Իհարկե, ցանկացած բիզնես վարում է հաշվապահություն, սակայն ինձ հանդիպած բազմաթիվ, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ղեկավարներ կարծես թե այդքան էլ չեն կարեւորում բիզնեսում ֆինանսական հաշվետվություններին։ Զբաղվում են հիմնականում հրատապ ծախսերի հոգալով, այդպես չտիրապետելով բիզնեսում իրական ֆինանսական պատկերին, որն էլ իր հերթին առաջացնում է քաոս ֆինանսներում եւ բիզնեսը կանգնեցնում անլուծելի խնդիրների առաջ եւ փակվում։ Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է մեծ կարևորություն տալ ֆինանսների կառավարմանը։ Գոյություն ունի 2 կարևոր ֆինանսական հաշվետվություն բիզնեսի համար, ֆինանսական պատկերը ամբողջական ստանալու համար։ Հաշվեկշիռ, balance sheet եւ դրամական հոսքեր, cash flow։ Հաշվեկշիռը ցույց է տալիս տվյալ պահին կազմակերպության ֆինանսական կարգավիճակը, իսկ դրամական հոսքը տվյալ ժամանակահատվածում իրական դրամային շարժը, մուտքերը եւ ելքերը։ Ինչու են կարևոր այս 2 հաշվետվությունները։ Քանի որ հնարավոր է կազմակերպությունը աշխատի շահութաբերությամբ, սակայն ոչ նպատակային ելքերի արդյունքում կուտակի դեֆիցիտ եւ կանգնի ֆինանսական լուրջ խնդրի առաջ։ Հաջորդ սխալը, որ գործում են բիզնեսի ղեկավարները, անձնական եւ բիզնես ֆինանսների չտարանջատելն է, նաեւ տարբեր բիզնեսների ֆինանսական հոսքերի խառնումը։ Սա նույնպես բավականին տարածված է, երբ հատկապես բիզնեսի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում են նույն անձը։ Որպեսզի չստեղծվի ֆինանսական անկառավարելի խնդիրներ, անհրաժեշտ է սահմանել աշխատավարձ, անգամ երբ դու բիզնեսի միակ հիմնադիրն ու տնօրենն ես։ Վարել առանձնացված ֆինանսական կառավարում եւ այդ ժամանակ հնարավոր է ստեղծել ֆինանսական կայուն զարգացում թե բիզնեսում եւ թե կյանքում։ Եվ երրորդ սխալը, որ գործում են բիզնեսում, միայն մեկ աղբյուրից եկամուտներ ունենալն է եւ զարգացման ուղղությամբ ծախսեր չիրականացնելը։ Բիզնեսի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաեւ իրականացնել ապագային ուղղված ներդրումներ եւ դիվերսիֆիկացնել եկամուտները, որը կստեղծի անվտանգության բարձիկ բիզնեսում եւ կայունություն ֆինանսներում։ Անկամ երբ որոշակի շրջանում լինում է եկամուտների կայունություն, չպետք է անտեսել զարգացման ուղղությամբ ներդրումները եւ պետք է փնտրել նոր եկամուտների աղբյուրներ։ Ֆինանսական կառավարումը անչափ կարևոր է կյանքում եւ բիզնեսում, քանի որ ֆինանսական խնդիրները իրենց հետ կարող են առաջացնել նոր խնդիրներ տարբեր ոլորտներում։ Երբ ընտանիքում առկա է ֆինանսական լուրջ խնդիր, այն չի կարող չանդրադառնալ հարաբերությունների, առողջության եւ մնացած ոչ պակաս կարևոր ոլորտների վրա։ Այդ պատճառով պետք է ընդունել, որ ֆինանսները կարևոր ռեսուրս են եւ կարիք ունեն հմուտ կառավարման, որպեսզի ստեղծեք եւ ֆինանսական անկախություն եւ հանգիստ ու երջանիկ կյանք։ Բարելավեք ձեր ֆինանսական արդյունքները եւ շարունակեք հետևել Level Up-ի մյուս վիդեոներին, որպեսզի այլ ոլորտներում նույնպես արդյունքի բարելավում գրանցեք։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հաջորդ անգամ կխոսեմ կարգապահության եւ թե ինչպես կարելի է գործը միշտ ավարտին հասցնել։